Մի հատ լսեք ինչ է ասում։ Պարզ եմ ասում, բոլորին պարզ։ Կովկասը դա այս աշխարհակ, դեպի հյուսիս։ Այ մեր քաղաքականությունը պետք է լինի։ Հարավ, Պարսկաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ պիտի պահենք, եւ մենք պետք է լինենք միութենական կազմում։ 100 տարի առաջ ոնց որ եղել է խորհրդային միություն։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ, բայց հիմա նորից եմ ասում, աշխարհագրությունը փոխվել է։ Քաղաքական քարտեզը արդեն իսկ համանազատում սահմանագծում արած է։ Ոնց ես չգիտեմ, այս փուճուր երկրների 2-3 միլիոն բնակիչ ունեցողները մտմտել խոսում են, մենք ենք, մենք sense կանենք, մենք մեր իշխանությունը, ինքնիշխանությունը։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Կգնաս քո տեր ու տիրակալներին, ես չգիտեմ քեզ ով է վճարում։ Ես կարծում եմ Ռուսաստանն է քեզ վճարում։ Իմ կարծիքն է, արտահայտում եմ։ Կգնաս քո տեր ու տիրակալներին կասես, որ Մոսկովսկի դագավորի պատճառով մեր կորցրած հողերը թող վերադարձնեն։ Դրանից առաջ ցեղասպանությունը, որը մեր ազգին կոտորել է, կասես կարակ այդ մեր ժողովրդին վերադարձնեք այդ ցավը ջրեք, կարակ, գիտեք չէ որ ռուսերը օսմանների հետ պայմանավորվել են, հայերին փուրն են տվել, դրա համար է ցեղասպանություն եղել, ես չեմ ասում որ ռուսնա ցեղասպանություն արել, օսմաններն են արել, սաղ էլ գիտեն, սաղ աշխարհը գիտի, բայց խի ա եղել, ձեզ հարց չեք տալի դուք, մի անգամ չեմ ասել, երկու անգամ չեմ ասել դրա մասին, կգնաս կասես, թող վերադարձնել մեր ցեղին, մեր արյունին, կգնաս քո տեր ու տիրակալներին կասես, որ մեզ չթողեցին մենք առաջի Ղարաբաղյան պատերազմի վաղտ, որ գնում էինք Բաքու, իրանք կայնեցին չէ մեջտեղը, ուսուցեցին կրակել մեր վրա, որ մենք առաջ չգնանք։ Կգնաս կասես, «Էլե մի հատ դավայց է, մեր Արցախի հողերը հետ տվեք»։ Էդ էլ կասես։ Կգնաս կասես քո տեր ու տիրակալներին, որ 44 օրյա պատերազմի վաղտ, որ Ալեն Սիմոնյանը ու Նիկոլ Փաշինյանը նստած էին Կրեմլում ու պահանջում էին, որ Կրեմլը իր պարտականությունները կատարի, որովհետև իրանք էին երաշխիքը։ Կասես, այս հիմա մեր կորցրած հողերը վերադարձնեն։ Սա Արցախով մեկ Պուտինի պլակատներն էր խփած։ Այդ քիչ եք դրան անդրադառնում, որ կամ էլ թե չէ այսօր Նարեկ Կարապետյանը բանում, չգիտեմ որտեղ էր ելույթ ունենում, գիտեք, չէ, այսքան ժամանակ Նարեկ Կարապետյանին ոչ մի բան չեմ ասել, որովհետև մենակ ինքն է այդ իրանց սաղ դվիժուխայի մեջի մի հատ դուխովը, իմ կարծիքով, որովհետև մենակ ինքը կարողացավ հելնի ու բանի Կարապետյանի տղու ասասների համար թուքում ուրուտի, ինքը հելավ ասեց, տեսակ չէ, Կարապետյանի տղին չկարողացավ հելնի ասի սխալ եմ եղել, իսկ Նարեկը հելավ ու այդ թուքումուրը կերավ, Նարեկ, ես կարծում եմ դու խելացի տղա ես, հելել ես ասում ես մենք վստահեցինք Փաշինյանին ու կորցրեցինք Արցախը, խիչ ես ասում, որ 30 տարուց ավել Արցախը մեր ձեռն է եղել, ոնց մեր ձեռը, Ռուսի ձեռն է եղել, եկեք ոնց կա տենց կա ասենք էլի, բան չանենք, ստենդը չֆռանք, իմ զինվորական գրքույկի մեջ ես ծառայել եմ Մարտակերտում, ռուսերեն ա գրած, մի հատ ռուսերեն, մի հատ հայերեն, մի հատ ռուսերեն, մի հատ հայերեն, ռուսինն է եղել թողը, ռուսը չի իր պարտականությունները կատարել, դու էլ ես ասում ես, մենք վստահել ենք ու կորցրել ենք, այդ քիչ ես ասում, որ այնքան են ընտեղից տարե, որ չենք կարողացել պահենք Արցախը, խիչ ես ասում, այս սրա նման անձնավորությունները, որին դուք հիմա դիտեցիք, ուզում են մեզ վերադարձնեն ու սարքեն ռուսի ստրուկ, ու ես մի անգամ չեմ ասել, երկու անգամ չեմ ասել, 3 անգամ չեմ ասել, ես կարծում եմ, որ այս սաղ դվիժուխայի պապան Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև իմ կարծիքով մենակ ինքը ուժ ունի, որ Ռուսաստանից թիկունքը իմ կարծիքով մենակ ինքը ունի, ու որ ինչ-որ մի բան ստե կազմակերպի, ոչ մի ուրիշ կուսակցություն չունի փորձ դիվանագիտական, քաղաքացիական, ոչ ոք չունի այդ փորձը, ոչ ոք չունի այդ կապերը Ռուսաստանի հետ, որ այսօր ինչ-որ դեր կարողանա տանի, որ կարողանա ինչ-որ քայլեր ձեռնարկի, մենակ ինքը կարող անի այսօր, որովհետև Սամվել Կարապետյանը սովորական բան է, օլիգարխ է, ես ասելու եմ էդի, մինչև այն վաղտ,
երբ Սամվել Կարապետյանը վաճառի իր 80% կապիտալը ու բերի Հայաստանի Հանրապետություն կամ ուրիշ ինչ-որ երկիր տանի։ Դուք հասկացեք, 4.5 միլիարդ դոլարից ավել կապիտալիզացիա ունի Տաշիր գրուպը։ Սամվել Կարապետյանը 4.5 միլիարդից ավել կապիտալիզացիա ունի, որից 18-ից 20%-ը Հայաստանի Հանրապետությունում է, այդ մնացածը Ռուսաստանում է։ Ռուսաստանում հասկանում եք, Ռուսաստանում հնարավոր չի դու ունենաս այդքան փող ու չլնես Պուտինի իշխանության տակ։ Հնարավոր չի։ Եթե ես սխալ եմ, գրեք սխալ ես։